Պարոն Ստեփանյան, այսօր վարչապետն էլ հայտարարեց, որ մայիսին կայանալիք Եվրոպական համայնքի գագաթնաժողովին հրավիրել է նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին։ Դուք ինչ եք կարծում։ Մենք մայիս ամսին այստեղ Երևանում կտեսնենք Իլհամ Ալիևին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Դուք դա հավանական համարում եք։ Ես կարծում եմ դրա հավանականությունը շատ բարձր է եւ ամեն ինչ կախված է դրանից, թե չէ մինչեւ մայիս ինչ իրադարձություններ կլինեն հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական գործընթացներում։ Չնայած Ալիևենց մոտից, հենց այդպես Ալիևենց մոտից եղավ այսպիսի տեղեկատվական հոսք, հա, որ Ալիևը չի պատրաստվում գալ Երևան, ես չեմ կարծում, որ սա վերջնական որոշում է։ Սա շատ նման է Ալիևին, սա առևտրի, Ալիևը առևտրական է։ Քաղաքական գործիչ եւ առևտրական բառի նորմալ իմաստով դա բնորոշ է քաղաքական գործիչներին առևտրի մեջ մտնել։ Ալիևը հիմա փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ այնքան էլ հստակ չէ եւ այնքան էլ բարձ չէ, որ ինքը հիմիկվանից կարող է ասել, որ ինքը գալու է։ Բայց դա չի նշանակում, որ ինքը չի գալու։ Ես կարծում եմ, որ դրա հավանականությունը կա, Էրդողանի մասով շատ ավելի բարձր է։ Եվ ամեն ինչ կախված է դրանից, թե ինչ նորություններ ենք ունենալու դեռ 6-7 ամսվա ընթացքում, միջև այդ գագաթնաժողովը լինի։ Եթե մենք ունենանք դրական զարգացումներ, կարծում եմ երկուսն էլ կգան։ Նաև այդ նշումն է եղել, որ քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, Ալիևը այո Երևան չի գալու, մենք կարող ենք ենթադրել, որ օրինակ մինչև մայիս ամիս կարող է ստորագրված լինել նաև խաղաղության պայմանագիրը, թե դրա հավանականությունը շատ փոքր է, ըստ պարոն Ստեփանյան։ Մինչև օգոստոսի 8-ը ես ինքս այն փորձագետներից եմ, որը պնդում էին, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ժամանակներս հնարավոր չէ։ Օգոստոսի 8-ից հետո իրավիճակը փոխվի իրականում։ Մենք ունենք ամերիկյան դրոշ Հայաստանում, մենք ունենք ամերիկյան դրոշ պայմանական իհարկե Ադրբեջանում եւ ամեն ինչ կարող է շատ արագ զարգանալ։ Այսինքն ես դա չեմ բացառում, բայց ես նորից եմ ասում, եւ շարունակելով իմ նույն գիծը, կարևորը խաղաղության պայմանագիրը չէ, կարևորը գործընթացն է, սահմանազատման գործընթացը, կոմունիկացիաների վերաբացման գործընթացը։ Ադրբեջանցի գործընկերը այսօրվա միջոցառման ժամանակ նշեց, չէ, որ պետք է լինի փոխկապվածություն։ Այդ փոխկապվածությունը դա տնտեսական է։ Եթե մենք այդ տնտեսական փոխկապվածությունը ունենանք, գործընթացները շատ ավելի արագ կընթանան։ Եվ այստեղ ես ինքս խաղաղության պայմանագրին տալիս եմ երկրորդական դեր։ Եվ այդ փոխկապակցության առումով, պարոն Ստեփանյան, տեսեք, երբ որ Ադրբեջանը տարանցման արգելքը վերացրեց եւ ասացին, որ առաջին չափականակ ցորենը Ղազախստանով արդեն Ադրբեջանով կհասնի Հայաստան, այստեղ որոշ շրջանակներ պնդում էին, որ դա մեծացնելու է Ադրբեջանից կախվածությունը։ Հիմա դա այլընտրանք ենք դիտարկում, թե կախվածություն ենք դիտարկում, որովհետեւ այս առումով այստեղ դիսկուս կա նաեւ ներհայաստանյան նկատի ունեմ դիսկուս, որը չի ավարտվում։ Ինձ իհարկե կարող են քարկոծել, բայց ես այս հարցում ավելի շատ համամիտ եմ ադրբեջանցի գործընկերի հետ, որը կոչեց դա փոխկապվածություն։ Ես համամիտ չեմ, որ դա կախվածություն է առաջացնելու։ Այդ դեպքում մենք օրինակ այս պահին ունենք կախվածություն Իրանից, ունենք կախվածություն Վրաստանից, պետք է լինի փոխկախվածություն։ Եվ օրինակ այսպեսի մի բան ասեմ, օրինակ բերեմ Վրաստանի վրա, տեսեք, վրացիները պարբերաբար մեզ տարանցման համար խնդիրներ են ստեղծում, չէ՞, մանավանդ վերջի տարվա ընթացքում։ Հիմա եթե մենք օրինակ Իրանի տարածքից ունենենք լուրջ մեծ դրամաչափի գազամուղ, որը գնար Վրաստան, կլիներ փոխկապվածություն։ Այդ կախվածությունը կլիներ փոխադարձ։ Ես վստահեցնում եմ, որ վրացիները որևէ խնդիրներ մեր տրանզիտի տարանցման համար չէին առաջացնի։ Սա կոչվում է փոխկախվածություն։ Մենք դա չունենք։ Սա է խնդիրը։ Հիմա Ադրբեջանի հետ եթե փոխկախվածությունը եղավ, իսկ այն ենթադրում է թրիպը, երբ որ իրենք էլ անցնելու են մեր տարածքով, ամեն ինչ լինելու է շատ նորմալ։ Եվ այն ինչ որ ժամանակին ստիպված եմ նորից հիշել այդ մարդուն Ռոբերտ Քոչարյանի լեգիսլատորայի տարիներին չի արվել, երբ որ գազամուղի տրամաչափը փոքրացվել է այնքան, որ նույնիսկ Հայաստանի կարիքներին չի բավարարում։ Եթե այդ գազամուղը մեծ լիներ, մենք դա չէինք ունենա այս խնդիրները Վրաստանի հետ։ Փոխկախվածություն է պետք։ Այսինքն մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզանից։ Իհարկե, սա ընդհանուր գործընթաց է։ Իհարկե, եթե մենք ոչ մի ճանապարհ չտանք Ադրբեջանին, միայն իրենց տարածքով ունենանք տրանզիտ, կախվածություն ենք ունենալու։ Ես դա այդպես չեմ դիտարկում։
Եվ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը եւ կամ դինամիկան այդ սահմանի բացման ինչպես է գնահատում պարոն Ստեփանյան, ելի հաշվի առնելով այդ հնարավոր հավանական ստորագրումը խաղաղության պայմանագրի եւ մայիսին Ռեջեփ Թայիպ Էրդողանի այստեղ գտնվել կամ չգտնվելը։ Մենք կարող ենք ենթադրել, որ մինչ այդ ժամկետը գոնե երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձանց համար սահմանը բաց կլինի, թե կարող ենք նաեւ ավելի լավատեսական այսպես կանխատեսումներ ունենալ, որ սահմանը ամբողջությամբ կբացվի։ Ամբողջությամբ չեմ կարծում, որ կբացվի, այդ երրորդ անձանց մասով հնարավոր զարգացում է եւ այստեղ ամեն ինչ շատ հստակ է եւ թուրքերը մեզ ուղիղ կերպով ասում են, միջև խաղաղության պայմանագիրը չստորագրվի, այդ առաջընթացը չի լինելու։ Դա իհարկե շատ լավ չի, դա շատ վատ է, բայց այնուամենայնիվ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են փոխկապակցված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ եւ այստեղ միայն մնում է հույս ունենալ, որ այդ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, ինչը թույլ կտա նաեւ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը։ Այս պահին այդ առաջընթացը չկա, բայց ՔԼՉ-ի այցը Երևան խոսում է մեկ բանի մասին, որ թուրքերը պահում են այդ հարցը օրակարգում եւ նրանք այսպիսի մի իրավիճակ են պահում, որ պատրաստ լինեն այդ սահմանը բացելու համար, այսինքն սահմանը կարող է միանգամից բացվել։ Այս պահին ամեն ինչ պատրաստ է դրա համար եւ մեր կողմից եւ իրենց կողմից։ Գործընթացը շարունակվում է, երկխոսությունը շարունակվում է, մնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Եվ ինչպես հասկանալ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, պարոն Ստեփանյան, մասնավորապես, որ ադրբեջանցիները նկատի ունի արևմտյան ադրբեջանցիները պիտի վերադառնան իրենց տները, եթե ոչ տանկերով, ապա մեքենաներով, եւ ցարական Ռուսաստանի քարտեզներն է հիշում, որ ասում է այնտեղ Սևան չկա, եւ այսպես շարունակ։ Սա միայն ներքին լսարանին ուղղված հայտարարություններ են, թե այստեղ կարող ենք սպառնալիք զգալ այդ խաղաղության օրակարգի հանդեպ, այսինքն սա կարող է սպառնալիք դառնալ այս խաղաղության ճանապարհին։ Ես երբևիցե չեմ կարծել, նույնիսկ մինչև 20 թվականը, որ Ալիևի հայտարարությունների հասցեատերը միայն ներքին լսարանն է, դա այդպես չէ։ Իհարկե արտաքին լսարանին էլ ուղղված, մեզ էլ ուղղված, այստեղ շատ են հարցերը, միանշանակ պատասխան չկա, կարող են լինել վարկածներ։ Ես կարծում եմ, որ Ալիևը պլան B է պահում։ Ինքը չգիտի վաղը ինչ կարող է լինել, եւ ոչ մեկ չգիտի ինչ կարող է լինել, այսօրվա աշխարհը շատ դինամիկ է, փոփոխությունները շատ դինամիկ են։ Եվ ինքը իրականում ես կարծում եմ, որ որպես պլան B պահում է այն տարբերակը, որ կարող է եւ այս ամենը իրականություն չդառնա այն, ինչ որ ստորագրվել է Վաշինգտոնում, իսկ դրա համար իրեն պետք է այդ պահեստային ճանապարհ, իսկ պահեստային ճանապարհը նախկին հռետորաբանությունն է։ Հիմա ինքը փորձում է այդ պլան B-ն պահպանել եւ ցույց տալ բոլորին, այդ թվում նաեւ մեզ, որ ինքը դեռ, այսպես ասած, քարեր ունի, հա, ծոցում, որը կարող է պետք եկած պահին նետել մեզ վրա։ Մոտավորապես այսպես, հակառակ դեպքում այդ հայտարարությունները անտրամաբանական են, որովհետև եթե դու գնում ես մի ճանապարհով, որը որ ստորագրել ես, որի տակ ստորագրել ես, դա խաղաղության ճանապարհն է, այդպիսի հայտարարությունները կյանքի իրավունք չունեն։ Եվ ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը այսօր բավականին լավ փաստացի, հա, այդ պատասխանը տվել է, որովհետև մենք իհարկե կարող ենք քարտեզների հետևից գնալ։ Մենք 200 տարի առաջ, 100 տարի առաջ Ադրբեջանը ընդհանրապես չկար քարտեզի վրա, հիմա ինչ անենք, խոսենք այդ քարտեզների մասին, հա, ցարական Ռուսաստանի քարտեզներում կարող է Սևանը եղել է Գյոյչա, բա միջև այդ եղել է Գեղամածով, հիմա ինչ անենք, գնանք այդ քարտեզները հանենք, միջև այդ եղել է Գիրկանսկայ մորը, ասենք Կասպից ծովը, հիմա ինչ խոսենք այդ մասին, այնպես որ դա իրացիոնալ մոտեցում է, որը իրական քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, բայց Ալիևի կողմից որպես պլան B կարող է օգտագործվել։ Եվ պարոն Ստեփանյան, քանի որ ասացիք Ալիևը ամեն դեպքում քարեր ունի իր ծոցում եւ պետք է կա ժամանակ դա կարող է օգտագործել, տեսեք, նման քարեր ունեն նաեւ ներքաղաքական որոշ շրջանակներ, խորհրդարանական ընդդիմությունը մասնավորապես եւ նրանց է միացել նաեւ եկեղեցին եւ անգամ այս գործընթացը, որը կարծես թե միտված է խաղաղությանը, հաճախ այլ բնորոշումներ է ստանում, այդ թվում նաեւ թրքացում, մեզ տանում են դեպի թրքացման, Ռուսաստանից կտրում են, որ տանեն դեպի Թուրքիա ու այսպես շարունակ։ Եվ ասում եմ, խոսքը միայն ընդդիմության մասին չի, այս կարծիքին է նաև օրինակ եկեղեցին կամ գոնե եկեղեցու վերնախավը, իսկ այս քարերը մեզ համար վտանգավոր են, թե չէ, ներսում ունեցած քարերը։ Ես դες այսպես պատասխանեմ, այդ քարերը վտանգավոր են նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր իրենց ծոցում այդ քարերը հավաքել են, որովհետև այդ մարդիկ հայեր են, այդ մարդիկ ապրում են Հայաստանի Հանրապետությունում, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ես հերթական անգամ ստիպված եմ հիշել Արցախի օրինակ ժամանակին, այնտեղ էլ շատ քարեր էին հավաքվել այդ ռազմաքաղաքական էլիտայի ծոցում,
որոնք օգտագործվում էին Հայաստանի Հանրապետության ղեկավարության դեմ, եւ մենք տեսանք ինչով այդ ամենը ավարտվեց, այնպես որ այդ քարերը առաջին հերթին ինքնավնասելու են եւ մեզ եւ իրենց։ Ես կարող եմ հասկանալ Ալիևի տրամաբանությունը, փորձել հասկանալ։ Ալիևը թշնամի է, այս պահին Ադրբեջանը թշնամական պետություն է մեզ համար։ Մենք չպետք է այստեղ որևէ պատրանքներ ունենանք։ Մեր ճանապարհը դեպի խաղաղություն երկար է, բայց մենք գոնե այդ ճանապարհի վրա ենք։ Իսկ այդպիսի մարդկանց տրամաբանությունը, որոնք խոսում են թրքացման մասին, ինձ համար անհասկանալի է, որովհետև ի վերջո այդ ամենը վնասելու է բոլորիս։ Եթե մենք չենք գնում դեպի խաղաղություն մեր հարևանների հետ, միակ այլընտրանքը դա պատերազմն է։ Իսկ պատերազմը մենք տեսել ենք ինչի է մեզ բերել։ Պատերազմը, որը 91 թվականից գնում է 92-ից։ Եվ եթե մենք այսօր դա չենք անում, եթե մենք այսօր խոսում ենք ռևանշիզմի մասին, եթե մենք խոսում ենք նոր պատերազմների մասին, շատ հետաքրքիր է, այդ ում արյան միջոցով է դա լինել, ում արյունը պետքա թափվի։ Այդ ինչպես ենք մենք այդ ռևանշիզմը իրականացնելու։ Դա հատկապես տարօրինակ է, որ եկեղեցին եւ եկեղեցականներն են այդ։ Դա տարօրինակ է, դա շատ տարօրինակ է, բայց ես նորից եմ ասում, սա ինքնավնասման ճանապարհ է, որովհետեւ սա, տեսեք, այս պահին, եթե մեզ հաջողվի այսպես դուրս գալ այս իրավիճակից, այս մեծ երկարամյա կոնֆլիկտից, չկորցնելով Հայաստանի Հանրապետության 1 կիլոմետր քառակուսի տարածք, այն 240-ն էլ հետ բերել, դելիմիտացիա, դեմարկացիա անել եւ հասնել վերջնական խաղաղությամբ եւ բոլոր սահմանների բացման, մենք կարող ենք համարել, որ մենք հաղթանակ ենք տարել։ Մենք հաղթանակ ենք տարել, որովհետեւ մենք դուրս ենք եկել այն մեծ թալակից, որտեղ մեզ գցել է 91 թվականին քայքայվող սովետական միությունը եւ ՊԱԿ-ը։ Մենք հայտնվել ենք մի թալակի մեջ, հա, եւ այս թալակից չենք կարող դուրս գալ արդեն երկար ժամանակ։ Հիմա եթե մենք այս կոնֆլիկտից, այս արհեստածին կոնֆլիկտից դուրս գանք, պահպանելով մեր ինքնիշխանությունը եւ այս տարածքը եւ հասնենք խաղաղության վերջնականապես տարածաշրջան, մենք կարող ենք համարել, որ մենք հաղթանակ ենք տարել, որովհետեւ այս երկար ճանապարհը արյունով զետեղված, մեր արյունով զետեղված, վերջապես կավարտվի եւ կավարտվի այնպես, որ մենք կորուս չենք ունենա այս պահին։ Այն ինչ որ կորցրել ենք, արդեն կորցրել ենք եւ այսօր խոսել այդ ամենի վերադարձի մասին նշանակում է ճանապարհ բացել նոր արյունահեղության եւ նոր կորուստների։ Սա լավ կյանքից չեմ ես ասում։ Եթե մենք Ադրբեջանի հետ փոխվենք տեղերով եւ մենք լինենք իրենց տեղը, իրենք մեր տեղը, ես այդպես չի ասի։ Բայց մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն մեր հնարավորությունները պետք է հաշվարկենք։ Իսկ մեր հնարավորությունները մեզ համար մեկ ճանապարհ ունեն՝ խաղաղություն։ Այլ ճանապարհ ուղղակի չկա։ Եվ պարոն Ստեփանյան, վերջին հարցս, Ադրբեջանում կա այդ գիտակցումը, դուք ասացիք այս արհեստածին իրավիճակը եւ այս արհեստածին պատերազմը։ Ադրբեջանում կա այդ ընկալումը, որ սա արհեստածին է եւ իրենք էլ ուզում են այդ թալակից դուրս գալ, ինչպես դուք նշեցիք։ Միանշանակ ուզում են եւ դա պետք է ես դրան այդ գիտակցության եմ եկել Ալիևի եւ Պուտինի ներկա հակամարտության ներկա փուլը վերլուծելով։ Կա, բայց Ալիևը նաեւ կարիք ունի, ես նորից եմ ասում, պահեստային պլան, ինքը չգիտի վաղը ինչ է լինելու, այստեղ խնդիր կա։ Դրա համար եւ այդ գիտակցությունը կա մի կողմից եւ մյուս կողմից կա գիտակցություն, որ իրենք այսօր ուժեղ են, իսկ վաղը Հայաստանը կարող է լինել ավելի ուժեղ, իսկ ինչ է լինելու այդ դեպքում, Հայաստանի համար խաղաղությունը ուժեղանալու ճանապարհը։ Սա է խնդիրը իրենց համար, մենք սա պետք է հասկանանք, եթե մենք ստանանք խաղաղություն երկարատև տասնյակ տարիներ, Հայաստանը միանշանակ Ադրբեջանից ուժեղ է լինելու։ Եթե Հայաստանում լինի այս զարգացման ճանապարհը ժողովրդավարական, իսկ Ադրբեջանը մնա ավտորիտար երկիր։ Ես իրենք դա շատ լավ գիտակցում են։ Մենք այսօր հնայի մեկ շնչի հասնող հնայը ավելի լավ ցուցանիշներ ունեն, քան Ադրբեջանը։ Այն դեպքում, երբ որ իրենք նավթ ունեն, գազ ունեն, մենք չունենք այդ ռեսուրսները։ Սա ինչ որ բանի մասին խոսում է, չէ՞, դե պատկերացրեք, որ հիմա կոմունիկացիաները վերաբացվում են, մենք այս շրջափակումից դուրս ենք գալիս եւ ստանում ենք լուրջ հեռանկարներ զարգացման։ Մենք հաստատ շատ ավելի առաջ ենք գնալու, քան Ադրբեջանը։ Մենք պետք է հաղթենք խաղաղ ճանապարհով։ Մեր հաղթանակի, ապագա հաղթանակի ճանապարհը խաղաղությունն է, այլ ոչ թե պատերազմը։ Պատերազմը մենք այս պահին չենք կարող հաղթել։ Հետևաբար պատերազմը եւ ռևանշիզմը մեզ համար վնասակար են։ Մենք չպետք է ճանապարհով գնանք։ Եվ ցանկացած մարդ Հայաստանի ներսից, որը խոսում է ռևանշիզմի եւ պատերազմի մասին, ես համարում եմ, որ Հայաստանի թշնամի է այս պայմանները, որովհետեւ չգիտակցել դա կամ հիմարության նշանը կամ դավաճանության, կամ էլ նրանք ուղղակի թշնամիներ են։ Մեր ճանապարհը սա է։